Պարոն Մանվելյան, ձեզ համար պատրաստել եմ մի շարք հարցեր։ Նախապես ասեմ, որ ընտրել եմ այնպիսի հարցեր, որոնց դուք երբևէ որևէ հարցազրույցի ժամանակ չեք անդրադարձել։ Դրանք ձևաչափով տարբերվում են այն հարցերից, որոնք ձեզ սովորաբար տալիս են։ Պատրաստ եք։ Հովսիկ։ Սկսենք։ Առաջին հարցը։ Դուք շատ եք խոսում դաստիարակությունից, կրթությունից, դպրոցներից, մանկապարտեզից, իսկ ինքներդ գոհ եք ձեր ստացած կրթությունից։ Եթե կոնկրետ կրթության մասին է խոսքը որպես գիտելիքի, անկեղծ պիտի ասեմ, որ հանուն արդարության սովետական միության կրթությունը, որը մենք անցել ենք ժամանակին, բավական լավ կրթություն էր, որակյալ կրթություն էր, այսպես հիմնավոր կրթություն էր, բայց ինչը ես սովորաբար շեշտում եմ, կրթություն, մանկապարտեզ, դպրոց ես նկատի չունեմ գիտելիքը։ Գոհ իհարկե գոհ եմ, բայց կրկնում եմ որպես գիտելիք։ Մանկապարտեզից ոչինչ ասել չեմ կարող մեր ժամանակների։ Ես հիշում եմ, որ մեր ժամանակների մանկապարտեզն ուղղակի այսպես թաքստոց էր, մի տեսակ ծնողներից, ոչ թե թաքնվելու, այլ մենք գիտենք, գնում ենք մանկապարտեզ, ծնողները զբաղված են, աշխատում են, պիտի գան, երեկոյան մեզ պիտի տանեն։ Ինչ էինք անում, անկեղծ ասած չեմ հիշում, ինչով էինք զբաղվում, երեխաներ են, մեծ այսպես տարածական իմաստով, ես երբ որ խոսում եմ մանկապարտեզից կամ դպրոցից կամ կրթությունից, այս երեքը մեկում եթե դիտարկենք, ես նկատի ունեմ դաստիարակությունը։ Դաստիարակությունը որպես հիմնավոր, այսպես հիմնակար, որից պետք է սկսել կառուցել մնացած ամեն ինչ։ Շատ լավ, անցնենք ձեր կյանքի ավելի հասուն փուլին ու ավելի հասուն ապրումների։ Ես գիտեմ, որ դուք մասնակցել եք Արցախյան առաջին պատերազմին, հրաշքով եք փրկվել մահից։ Գիտեմ նաև, որ այդ մասին խոսել չեք սիրում։ Այդուհանդերձ կխնդրեի պատմել ձեր անցած ճանապարհի այդ հատվածի մասին։ Իրականում խոսել չեմ սիրում դրա մասին, եւ սա ոչ թե ձևական ինչ-որ մի բան, այլ երևի թե իմ տեսակի մեջ, չգիտեմ, իմ բնավորության մի մասն է սա, ես ոչ թե կոնկրետ անցյալի հետ կապված ինչ-որ բան, այլ ինձնից խոսել չեմ սիրում։ Չգիտեմ, տեսեք, հիմա նորից պիտի հետ գանք առաջին հարցին, դպրոցն ավարտելուց հետո, երբ որ որոշեցի բուհ ընդունվել, Բրյուսով էի դիմել, այն ժամանակ բավական մեծ, այսպես դիմողների թիվը շատ մեծ էր, դժվար էր, շատ դժվար էր 90-ական թվականները, նոր անկախ հանրապետություն, նոր կառավարություն, կրթության նախարար, որ ինչ էինք ճանաչում, բայց պարզվեց, որ ահավոր սարսափելի, ես հիմա այս պահին եմ, երբ որ վերլուծում եմ այդ ամեն ինչը, հասկանում եմ սարսափելի կոռուպցիոն համակարգ կար, սարսափելի կոռուպցիոն համակարգ, ես 56 բալով, 56 բալը քիչ չէր իհարկե, չկարողացա ընդունվել Բրյուսով, ոչ թե չկարողացա, այլ փաստացի ընդունվեցի, երբ որ գնացի առաջին անգամ լսարան, այն ժամանակ Բրյուսովը կոմիտասում էր դեռևս, պարզվեց, որ անունս չկա ցուցակներում, ինձ ասացին ինչ գործ ունես այստեղ, ասեցի ես ընդունվել եմ այստեղ, անունս տեսել եմ, որ ընդունվել եմ, ասեցին անունդ քիչ է, պիտի դու ցուցակում լինես, ցուցակում չկա։ Պատկերացնում եք, այսպես ոչ ընդունվել էի, ոչ չէի ընդունվել։ Ես գիտեի, որ ես ընդունվել եմ, բայց որովհետև այդ կոռուպցիոն համակարգը անսխալ գործում էր, այսպես ժամացույցի պես գործում էր, ինձ անդադ ուզում էին դուրս անել, որովհետև պարզվեց ինչ-որ մեկ կամ երկուսը քննություններից հետո արդեն ինչ-որ այսպես ճակերտավոր հրաշքով ընդունվել էին արդեն, եւ մեզնից երկուսը երեքը պիտի իրենց տեղը զիջեին այդ անծանոթներին։ Այստեղ ես հոգնեցի ամիսներ շարունակ պայքարելով այդ համակարգի դեմ, ոչինչ անել չէի կարող, տակավին երիտասարդ, որոշեցի
ծառայության անցնել, բայց ինձ անընդհատ ուղղորդում էին, այսպես խորհուրդ էին տալիս ոչ թե ծնողներս չէ էլ զգուշացրել, ընկերներս, ծանոթներս, մտերիմներս ասում են հիմա այդ ծառայություն նշանակում է պատերազմ եւ սա այն դեպքում, եթե ես շարունակեի իմ ուսում, առնվազն 5 տարի դեռևս կար առջևում, որովհետեւ այն ժամանակ կար այդ ներողություն բառի համար հայերեն տարբերակ ուղղակի չգիտեմ, այդ կաֆեդրա ինչ որ կոչված հասկացողություն կար, այսինքն դու պիտի սովորեիր 5 տարի, հետո արդեն սպայական կոչումով պիտի գնայր, ասեցի ես այդքան չեմ սպասի, ես այդքան համբերություն եւ առողջություն չունեմ պայքարելու այս կոռուպցիոն համակարգի դեմ, անավանդ որ չգիտեմ ընդունվել եմ թե չէ։ Այսպես ինքնակամ որոշեցի անցնել ծառայության, այո, պատերազմ էր։ Ես գիտակցում եի, ես ուր եմ գնում, ես գիտակցում եի ինչ է ինձ սպասվում, բայց մեծ հաշվով իհարկե այդ ինչ որ պիտի լիներ ընդամենը 2-3 ամիս անց այդ ամենի մասին պատկերացում անգամ չունեի։ Այո, անցանք այդ պատերազմը եւ սա հիմա նորից եթե կապենք առաջին հարցի հետ, սա ուղիղ պատճառահետևանքային կապներ այդ թերի, ես չէի ասի թերի, ես կասեի սխալ հիմքերի վրա դրված այդ կրթական համակարգի հետևանքներ, որովհետև ես կարող էի սովորել, ես կարող էի մնալ ուսումը շարունակել, բայց որոշեցի անցնել ծառայության, այո, պատերազմ էր, այո, պատերազմում կան զոհեր, վիրավորներ, ես այո, ծանր վիրավորվեցի, իհարկե չեմ սիրում դրա մասին խոսել, հիմա էլ այնպես չի, որ հաճույքով եմ պատմում, բայց այդպես ստացվեց, հրաշքով փրկվեցինք, առողջական շատ ծանր խնդիրներ, բավական երկար բուժում, անցանք այդ ճանապարհը, վերադարձա ուսման, ուսումը շարունակեցի, ավարտեցի իհարկե ինստիտուտը եւ այսպես։ Այո, օրը ծանր էր, օրը շատ ծանր էր, այդ օրը առավոտյան լուսադեմին ես շատ ծանր վիրավորվեցի 94 թվականի ապրիլի 27-ին։ Լույսը դեռ չէր բացվել ու շատ անձրևոտ, մառախուղ անձրև, այսպես լույսի կտոր չկար, մութ, գետին ըթաց, ես ընկա գետին ուղղակի այդպես մեջքի վրա, դե անձրևը հորդում է երեսիս, նայեցի երկինք ու բողոքեցի, երկնքին բողոքեցի, չգիտեմ ում էի դիմում, չգիտեմ ում էի բողոքում, բայց այսպես ներքին մի ճիչ ասեցի, ես ինչ արեցի դու իմ հետ, ես ինչ վերջացավ, սպառվեց այստեղ, հա, վերջ, ես էր, ամեն ինչ վերջացավ, գետին ըթաց, ցեխ, անձրևը հորդում էր, այսպես ոնց որ կենցաղային լեզվով են ասում, դույլերով անձրև էր գալիս, հա, լույսի կտոր չկար, արդեն շեշտեցի, բայց հանկարծ երկինքը բացվեց, ես ավելի ուշ հասկացա, որ դա միայն ես էի տեսնում, որովհետև երկինքը բնական է չէր բացվել, նույն մութներ, նույն անձրևներ, նույն անպամանց, նույն մառախուղը եւ արևի ինչ որ ճառագայթ ինձ ուղակի տաքացրեց, ջերմացրեց, ինչ որ խաղաղ ու շատ ազդեցիկ, շատ զորավոր մի ձայն, այսպես ենթագիտակցաբար լսում եմ ես ներսով ձայնն ինձ ասաց աշկերտ փակիր ու մի վախեցիր, քեզ ոչինչ էլ չի լինի։ Դրանից հետո ես աշկերտս բացել եմ արդեն 3-4 օր անց, հասկացա, որ ծանր վիրավոր եմ, ու շատ ծանր օրեր էին, մոտ 12-13 օր այդպես մնացինք դաշտային այսպես հոսպիտալներում, մինչև տեղափոխեցին Երևան, Երևանում էլ այդպես միանշանակ հեշտ չէր ամեն ինչ, շատ ծանր ճանապարհ անցա, շատ ծանր, բայց փառք Աստծո, կանք ապրեցինք եւ փորձում ենք ինչ-որ կերպ այսպես շնորհակալ լինել ապրելով կամ չգիտեմ, ինչ-որ մի ձև, ինչ-որ մի կերպ օգտակար լինել եւ ձայնին եւ նրանց ովքեր հետ չեկան, ավել չմանրամասնեմ։ Պարոն Մանվելյան, դուք բնակվում եք Փարիզում։
Ինչն էր պատճառը, որ այդքան սիրելով Հայաստանը դուք այնուամենայնիվ օտար երկրում ապրելու որոշում կայացրիք։ Ամենացավոտ հարցերից երևի թե, բայց պատասխանից երբեք չեմ խուսափել, այս դեպքում հաստատ պատասխանները բազմիցս հնչել են։ Տեսեք, ես ընտանիք ունեի ու բավական դժվար էր ընտանիքը պահելը, բավական դժվար։ Ես միայնակ էի, որպես աշխատող ուժ, եթե հաշվի առնենք, որ պատերազմից հետո այդ ծանր վիրավորումը հետևանքները թողել էր առողջական իր խնդիրներով, եթե հաշվի առնենք 90-ականների ծանր կացությունը, 4 երեխաներ կային արդեն, 4 երեխաներն ունենք, ապրելու ապրուստի խնդիր կար, իսկ առողջությունս գնալով արդեն նեղացնում էր ինձ, հետո այսպես խորհուրդ տվեցին, ասեցին դրսում այդ ամեն ինչը կարելի է կազմակերպել անվճար, նկատի ունեմ առողջության հետ կապված։ Անկեղծ ասած ինձ համար մի քիչ զարմանալի էր, որ ես իմ տան մեջ ոչինչ անել չէի կարող, իմ տան մեջ ամեն ինչի համար պետք էր վճարել, ինչի հնարավորությունը չկար, իսկ դրսում հանկարծ պարզում է, որ քեզ պիտի բուժեն։ Եվ ամբողջովին անվճար որոշեցինք դուրս գալ գոնե առողջության հետ կապված այդ հարցերը կարգավորելու եւ ասեմ ձեզ այն օրից, երբ որ ես ոտք դրեցի Փարիզ, կոնկրետ Ֆրանսիայի մասին է խոսքը որպես հանրապետություն, այդպես էլ եղավ, մարդիկ իհարկե բոլորովին անշահախնդիր եւ անվճար, այո, իմ առողջության հետ կապված ցանկացած խնդիր այդ մարդիկ վերցրեցին իրենց վրա, բոլորովին անվճար։ Եվ սա ավելի շատ ցավեցնում էր, ասեմ ձեզ, ավելի շատ ցավեցնում էր։ Ցավեցնում էր ինչի համար, որովհետեւ ուրախանում ես, այո, որ առողջության հետ կապված խնդիրները շատ կարեւոր են ընտանիքին, գլխին պիտի լինել, երեխաներին պետք է տիրություն անել, ապահովել, բայց ցավեցնում էր, որ բոլորովին օտարները անվճար, այսպես անշահախնդիր, անդադ վազվզում են, անդադ ուշադիր են, բայց հարազատ քո տան մեջ դու ոչինչ անել չկարողացար։ Եղել է դեպք է եղել, երբ որ բժշկի մոտ այսպես սովորական պրոֆիլակտիկ ինչ-որ խնդիրներով, ներողություն եմ խնդրում, բայց որ հասել ենք սրան, խնդրեցի անկեղծ լինել, պիտի ասեմ, եղել է, որ պրոֆիլակտիկ այսպես ստուգումների ժամանակ, զննման, բուժզնման ժամանակ բժիշկը նկատել է ուղղակի այդ սպիները, հարցրեց, շատ զարմացա, վախեցավ նույնիսկ, ասեցի, ինչ են սրանք։ Դե ասեցի սպիներ, պատերազմից են մնացել, ասեցի, ինչ պատերազմ։ Ֆրանսիացիների համար մի քիչ անհասկանալի էր 2000 թվականներին պատերազմ, ասեցի, դե 2000-ականներին չի, մի քիչ ավելի շուտ է եղել, բայց մեր երկրում պատերազմ էր, այսպես մենք այսպես տեղյակ չէր մարդը, պարտավորել չէր տեղյակ լինել։ Նույնիսկ քարտեզի վրա Ադրբեջանի տեղը չգիտեր, հայերի մասին գիտեր։ Ու երբևէ ինձ տրված ամենացավոտ հարցերից մեկը, որ ինձ տվեց ֆրանսիացի բժիշկը, շատ ցավոտ հարց, ինձ ասաց, լավ, բա քո երկիրը քեզ ինչի չպահեց։ Այսինքն ինչու այստեղ որևէ մեկը քեզ չի հարցնում գրպանդ ինչքան փող կա, ինչ կա հնարավորություն կա, ճիշտ մարդիկ այդ համակարգը մշակել են, հրաշալի համակարգ են մշակել, այդ ամեն ինչը, բայց հարցն ինքնին արդեն սարսափել էր, այսինքն ինչպես կարելի էր քո տան մեջ, ասենք, այս ամեն ինչ ունենալով հանդերձ, այս ծառայությունները մատուցելով հանդերձ, դու դուրս ես եկել, հասել ես այստեղ, որ քեզ անվճար ինչ-որ առողջության հետ կապված խնդիրներ լուծեն։ Ես պատասխանը չունեի, բայց մոտավորապես այսպես էլի կենցաղային լեզվով պիտի ասեմ ներողություն, այսպես մի քիչ սվաղելով այսպես պատասխան ասեցի, դե մեր երկիրն հիմա շատ ծանր իրավիճակում է, պատերազմից հետո հնարավորություններ չկա, այնպես որ մեղադրելու ոչինչ չկա, այստեղ ուղղակի իմ խնդիրն է, ես պիտի կարողանամ ընտանիքից կողքին լինել, այսքան մի բան։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, ես անկեղծ շնորհակալ եմ եւ երկրից եւ այդ համակարգից, որտեղ մարդիկ մինչ օրս մինչեւ հիմա անշահախնդիր ցանկացած հարցով մարդիկ կանգնած են եւ մարդիկ շահանակեցին ուղղակի։ Իսկ Հայաստանում մշտական բնակության վերադառնալու ծրագրեր ունեք։ Եթե բնակվել ասվածը այսպես
ուղիղ իմաստով հասկանանք քառակուսի մետրը, ես մինչև հիմա էլ բնակվում եմ Հայաստանում, ես երբեք էլ չեմ գնացել, եթե բնակվելու այսպես տարածական իմաստով վերցնենք, հա, այսինքն ես ամեն հնարավորության դեպքում ուղղակի մի ժամ, 2 ժամ կամ 3 ժամ այդ ժամանակը մտածում եմ նստեցի ինքնաթիռ 3-4 ժամից Հայաստանում եմ վերջ։ Այսինքն հնարավորություններն ունենալով հանդերձ ես որևէ տեղ չունեմ գնալու, ինձ հետաքրքիր չի Եվրոպան, ինձ հետաքրքիր չի, չգիտեմ, այս երկիր վազվզեմ, ուղղակի գալիս եմ տուն, նախ այստեղ իմ տունն է, իմ հիշողություններն, իմ ամեն ինչ, հետո ես անկախ ամեն ինչից ես իհարկե եւ իհարկե սիրում եմ այս երկիրը եւ սիրում եմ այս ժողովրդին, որ չգիտեմ ինչ անեցքով ուղղակի այսպես կտոր բաժան եղան եւ եկան հասան այս վիճակին, երբ որ չգիտեմ սարսափելին, ամենասարսափելին ես հիշում եմ 90-ականներից մի արտահայտություն, որ հիմա ուզում եմ տեղափոխել այս մեր օրերը եւ սարսափելի մի պատկեր է ուրվագծվում, հիշում եմ մենք դեռ երեխա էինք, դպրոցական էինք, Արցախյան այդ առաջ ազատամարտը սկսվել էր, արդեն զոհերն ունեինք, ամեն ինչ այսպես, հետո մենք դեռ դպրոցական էինք, լսեցինք ինչ-որ կալցո օպերացիա, չգիտեմ ինչ, այսպես չենք էլ հասկանում ինչի մասին է խոսքը, հա, ուղղագործողություն, Գետաշեն, Մարտունաշեն, ռուսներն այսպես մտածում էինք, բայց մի արտահայտություն կար, որ մինչ օրս ես հիշում եմ, գումարած սրան մենք արդեն երկրաշարժ վերապրեցինք այդքան զոհերով, ոչ հաց, ոչ ջուր, ոչ ուտելիք, ոչ չգիտեմ այսպես այդ ոչ լույս, ոչ գազ, ոչ ջուր այդ նեղության մեջ ու այդ արտահայտությունն եմ հիշում, մի տնից չենք, մի օրի ենք։ Այս ժողովուրդը, որ այսպես համախմբված կողքի նստած է, ինչ-որ փայտի վառարան, ինչ-որ փոքրիկ մի հեռուստացույց, որ պիտի միացնեին մեքենայի մարտկոցից, ինչ-որ մի բան նայեն կամ ռադիոյի կողքին հավաքվեին, ինչ-որ նորություններ լսեին պատերազմի դաշտից, այս համախմբվածությունը այդ նեղության մեջ, պատերազմի մեջ, կորուստների մեջ մի տնից չենք, մի օրի ենք։ Հիմա երբ որ բերում եմ մեր օրեր, մենք բոլորս ապրում ենք նույն քառակուսի մետրի վրա, բայց բոլորս էլ տարբեր տնից ենք եւ տարբեր օրի, ահա թե ինչ փոխվեց։ Վատ իմաստով իհարկե։ Քիչ առաջ ասացիք, որ դուք սիրում եք այս ժողովրդին, մի հարց առաջացավ։ Դուք բավականին հաճախ եք գրառումներ անում Facebook-ում եւ ես անձամբ նկատել եմ, որ ձեր թե Facebook-ի գրառումների մեկնաբանություններում, թե YouTube-ի ձեր ալիքի տեսահոլովակների մեկնաբանություններում այդ նույն ժողովրդից գտնվում են մարդիկ, ովքեր վիրավորական գռեհիկ արտահայտություններ են անում ձեր հասցեին, բայց ես նկատել եմ, որ դուք երբեք համարժեք պատասխան չեք տալիս, լռում եք։ Գայթակղությունը շատ մեծ, չեմ կարող ստել, ինչ օրս էլ կա այդ գայթակղությունը։ Լինում է իհարկե, առաջին սկզբնական այսպես շրջանում մի կերպ էի դիմադրում, հա, որովհետև անձամբ ուզում էի պատասխանել, այսպես հաշվի հարդարներ, չգիտեմ ինչ էր։ Հետո մի օր ինքս ինձ հարց տվեցի, լավ ասեցի, ընկերում Անվելյան, արի այսպես վերլուծենք էլի, 150 հոգի վեր են կացել գնացել պատերազմելու հայրենիքի համար, տան համար, ժողովրդի համար, չգիտեմ, հիշողությունների համար, իրենց տան համար, իրենց արմատների համար, հասել են պատերազմի դաշտ եւ պարզվել է, որ 150 հոգուց 130-ը փախչում են հետ, ուղղակի չեն նահանջում, փախչում են։ Հիմա այն 20-ը ինչ պիտի անեն։ Լավ, ինչ պիտի անեն, նայեն, տեսնեն, փախչում են, իրենք էլ փախչեն։ Ես այդ մարդկանց նայում եմ որպես այսպես անբաժանելի մի մաս, պիտի լինեն այդ մարդիկ եւ սովորաբար այդ մարդկանց գրառումներն իրականում ավելի մեծ օգուտ են տալիս անդրադարձի իմաստով, որ բացի ինձնից շատերն են կարդում այդ մեկնաբանությունները, նախ սկսում են այդ մարդկանց հակառակ վիրավորել, ոնց որ թե իմ տեղը պատասխան են տալիս, հետո երբ որ մեկնաբանությունների մեջ 10, 20, 30 մեկնաբանությունների մեջ մեկը երկուս այդպես վատն է լինում, միանգամից
առանձնանում են adekvat մարդիկ, առանձնանում են մեկնաբանությունները, ես դրանց արդեն ուշադրություն չեմ դարձնում, աշխատում եմ չպատասխանել, ոչ թե աշխատում եմ չպատասխանել, այլ վերջին շրջանում հաստատ չեմ պատասխանում, ուղղակի այսպես չեմ պատասխանում, մտածում եմ թող մնա, վերջը սա ազատ տարածք է, դու չգիտես քեզ հետ ով է խոսում, չգիտես էկրանից են կողմով է, այո, ամեն մեկը մի խնդիր ունի, ամեն մեկը մի հարց ունի, պատասխանել չես կարող, այնպես էլ չի, որ պատասխանեցիր կոնտակտի են դուրս գալու, այնպես որ սա ուղղակի այսպես չակերտավոր եւ առանց չակերտների զարդարանքի մի մաս է կազմում, թող լինի շղթայի մի մասն էլ դա է, առանց դրա զրնգոց չի լինելու շղթայը։ Նկատել եմ նաև, որ մարդկանց գրավում են հատկապես ձեր հումորային գրառումները։ Ինչպես ասում են, հումորը ինքնապաշտպանական մեխանիզմ է։ Ձեր դեպքում էլ այդպես է, եւ արդյոք չեք նեղվում, որ երբեմն ձեր հումորային գրառումները ավելի շատ հավանումների եւ լայքերի են արժանանում, քան այն լուրջ գրառումները։ Անկեղծ ասած, այդքան էլ այդպես չէ։ Այո, լինում է, չգիտեմ, նայած արձագանքներից լինում է, եղել է, որ շատ են եղել արձագանքները։ Գիտեք, նեգատիվի, այսպես ասած, եւ պոզիտիվի, եթե այսպես միջազգային լեզվով խոսենք, հա, մի սահման կա, որ պիտի գոնե, ասենք, բերել մի զուգահեռի, որովհետև եթե դրանցից մեկը բարձր կամ ցածր է լինում, հակառակ էֆեկտ է լինում։ Այսինքն չես կարող մարդկանց անընդհատ ծանրաբեռնել ինչ-որ ծանր այսպես մտքերով, ինչ-որ դեպրեսիվ մտքերով, ինչ-որ, չգիտեմ, զղջման կոչ անել, ինչ-որ հայրենասիրության կամ կորուստներն անընդհատ հիշեցնել, պետք է կարողանալ այդ դրական ինչ-որ շարժերը պահել, հա, որ մարդիկ կարողանան մի քիչ այսպես իրենց զգացմունքները կամ իրենց դատողությունը, չգիտեմ, բալանսի բերել, իսկ ինչ վերաբերվում է ինքնապաշտպանողական այդ համակարգին, այո, ես վստահ եմ, որ այդպես է։ Նախ քանի հասել ենք դրան ասեմ, որ մեր այսօրվա իրականության մեջ հումորը, ինտելեկտուալ բարձր հումորը շատ այսպես, ինչ ասեմ, քիչ է, ավելի շատ քիչ է, ավելի շուտ սա էլ երևի այդ 90-ականներից եկավ, հա, երբ որ սովետական միությունը փլուզվեց, երբ որ մարդիկ փորձեցին ինչ-որ կերպ այսպես փող աշխատել, այսպես խառնվեցին իրար, չգիտեմ, սերիալներ, չգիտեմ, այսպես այդ ներողություն բառի համար, բայց պիտի ասեմ, այդ ցինիզմ արդեն հումորի տեղ այսպես գնաց, մտավ հեռուստատեսություն, հետո չգիտես ոնց այդ ամեն ինչին կոչեցին հումոր, բայց դա հումոր չէր։ Ես ընդհանրապես մտածում եմ, որ որևէ մեկին ժպիտ պարգևելու համար դու պետք է առնվազն լուրջ մարդ լինես։ Չապլին ինձ համար այս դեպքում, ասենք, այդ մեծության կերպարներից էր, այդ որովհետև շատ լուրջ մարդ էր Չապլինը եւ կարողանում էր մարդկանց ժպիտ պարգևել։ Իսկ ինքնապաշտպանողական իմաստով դրա պատասխանը հիանալի տվել է Պիեր Օգուստ Բոմարշեն, ասում էր շտապում եմ ծիծաղել ամենքի վրա, այլապես ստիպված պիտի լինեի լաց լինելու։ Պարոն Մանվելյան, դուք տարվա մեջ առնվազն 1-2 անգամ լինում եք Հայաստանում։ Կա այնպիսի վայր, որտեղ սիրում եք հաճախակի գտնվել եւ վայելել ձեր ժամանակը։ Վերջին տարիներին էս մշակույթի ինչ-որ մի մաս կազմեց այս ամեն ինչը, հա, ինչի մշակույթի, որովհետև սա մեր առօրյայի մի մասն է, ուզենք թե չուզենք, երբ որ մարդիկ սկսեցին իրենց բարեկամներին ու ընկերներին հրավիրել ռեստորաններ, այստեղ ամեն մարդ իր բաժինը դրեց, այստեղ եկանք հավաքվեցինք, մինչ օրս ես իմ ընկերներին սիրում եմ հյուրընկալել իմ օջախում, ես այդպես եմ սիրում, ես այդպես տեսել եմ, ես այդպես ապրել եմ, ինչպես էին մեր մեծերը հրավիրում, հարազատների, բարեկամների, ծախսների, իրենք էին անում, իրենք էին որոշում ինչ հյուրասիրել եւ սեփական հարկից դուրս որևէ այսպես ավելի մտերմիկ տեղ չկա ընկերների համար, իսկ ինչ վերաբերում է առանձնանալու, նահավասիկ ես հիմա այստեղ եմ, հա, ուջային համայնքում գտնվող ես հրաշալի Ոզնիների այգում էր, Ոզնիների այգին էլ վերջին այս 2-3 տարիների ընթացքում դարձել եմ այսպես
ժամանակ է լինում, ինձ ասում են նույնիսկ ու առանձնավայր, այսպես գնում ես ու առանձնավայր, այստեղ շատ մտերմիկ մթնոլորտ է, շատ հանգիստ, քաղաքի աղմուկից հեռու, այնպես որ համեցեք։ Ձեր ակտիվ գործունեության արդյունքում ձեզ ավելի շատ մարդիկ են սկսում ճանաչել վերջին շրջանում եւ ավելի շատ մարդիկ են ձեզ միանում թե ձեր Facebook-ում, թե YouTube-ի ալիքում եւ նրանցից քչերը գիտեն, որ դուք նաեւ գրքեր եք գրում։ Նրանք էլ ովքեր գիտեն, որ գրքեր եք գրում, չգիտեն թե գրքերն ինչի մասին են։ Կարող եք մի փոքր պատմել, ներկայացնել։ Հա, իհարկե, սիրով, տեսեք նախ հարցազրույցների ժամանակ եթե մարդիկ առաջին անգամ են այսպես հարցազրույց վերցնում ինձնից, անդադ հարցնում են, ասում են, ձեզ ոնց ներկայացնենք, պարոն Մանվելյան, ասում եմ, կլինի ուղղակի անուն ազգանուն ասեք, ասում են, չէ, գոնե պիտի ասեն գրող, ես երբևէ չեմ կարողացել պատկերացնել այդ չգիտեմ այդ ստանդարտները ինչ գրողի մասին է խոսքը, ես գրողներ գիտեմ, ես գրողներ ճանաչում եմ, ես չգիտեմ Ռաֆի ասեմ, Մուրացան ասեմ, չգիտեմ Բակունց ասեմ, դրա մասին չի խոսքը, Հյուգո ասեմ, Մոպասան ասեմ, գրողի մասին չի խոսքը, մենք փորձեցինք 2020 թվականից ի վեր այդ տխրահարճակ խայտառակ փաստաթղթից հետո, երբ որ հասկացանք, որ ամեն ինչ կորսված է գոնե մոտակա այս ժամանակների կտրվածքով, որտեղ անդառնալի ոչինչ չկա, ես համոզված եմ, ես վստահ եմ, որ անդառնալի չէ այդ կորուստը, ես ֆիզիկական կորուստը նկատի չունեմ, որտեղ ֆիզիկական կորուստն իհարկե անդառնալի է եւ սա ամենամեծ ցավն է, ամենամեծ կորուստը։ Մարդկային կորուստը դա անդառնալի է եւ երբեւե հնարավոր չէ այդ ամեն ինչը հետ բերել, բայց այն ինչ որ կորցրեցինք արդեն հազարամյակների պատմության այս կտրվածքով, ես համոզված եմ, որ դա անդառնալի չէ։ Եվ դրա համար փորձեցինք վերականգնել այսպես պատմական, չգիտեմ, անարդարություն չեմ կարծում, թե կարելի է դրան անարդարություն ասել, բայց հասկացանք, որ ժամանակի ընթացքում ինչ-ինչ պատճառներով մեր ժողովրդի շատ զավակներ անունները նրանց մնացել են պատմության փոշու տակ, այսինքն երբևէ նրանց անունները չեն հասել մեզ, մենք չենք լսել նրանց անունները, հետո երկրորդ հարցը, լավ, ինչ էր տալուս սա մեզ, որովհետև գիրք գրելուց առաջ պիտի հասկանայինք ինչ նպատակ ունենք, ինչ ենք ուզում անել։ 2020 թվական ընկճախտ, խայտառակ բարոյական ընկճվածություն, ֆիզիկական կորուստներ, տարածքային կորուստներ, ինչ-որ փաստաթուղթ, որը մեզ այսպես վատ վիճակի մեջ դրեց պարզապես, հա, պիտի հասկանանք ինչ նպատակ ունենք, ինչ ենք ուզում անել, եթե սկսենք հիմա անուններ տալ, ինչպես ամենասկզբում մեզ անդադ հակադարձում էին, անընդհատ մեկնաբանություններով, երբ որ դեռ սոցցանցերի մակարդակից չեն անցնում այդ գրառումները, առաջին անգամ մենք սա սկսեցինք 2023-ին թե 2-ին արդեն չեմ հիշում, կարծեմ 22-ին սկսեցինք այդ գրառումները։ Անդադ հարցեր, լավ, ինչ ասենք, այս ամեն ինչ այդ անունները փաստացի մենք ուրիշ վիճակում ենք, այս անունները մեզ ոչինչ չեն տալիս, ծառայել են ուրիշներին, ծառայել են սրանց, նրանք մեզ համար հայեր չեն, Ռաֆայել Պատկանյան բերեք անդադ մեջ բերենք, հա, հայտնի տողերը, գիտեք Պատկանյանի։ Ես մտածեցի, որ չի, այնուամենայնիվ պիտի այս ամեն ինչը վերածել գրքի, բայց որպես այս ամեն ինչը չդառնա խանդավառության ավելի սարսափելի, այսպես զենք ինքնակործան, պետք է հեղինակի խոսքով սկսել եւ ավարտել գիրքը ցույց տալու համար, ուղղորդելու համար ընթերցողին, թե ինչ նպատակ ունի հեղինակը։ Լավ, հեղինակի անունն էլ թողնենք մի կողմ, այսպես կարևոր չի, այստեղ կարևորը ուղղվածությունը ուղղորդել ընթերցողին, թե ինչ նպատակ ունեն այս գրքերը, անուններ, որոնք անդադ շեշտվում են այս գրքերում, հա, մարդիկ անդադ հետաքրքրվում են, անդադ զանգում են, նախ հետաքրքրության աստիճանից ես բացարձակ գաղափար չունեի, սկզբում մտածում էինք մենք երկուսով, հա, ես ու մեր խմբագիրը մտածում էինք իսկ գուցե անիմաստ լինի, գուցե չկարողանանք այսպես,
բայց պարզվեց, որ նույնիսկ առաջին երկրորդ գրքերը 1-2 տարվա մեջ մենք արդեն 4-րդ անգամ վերահրատարակեցինք, հետաքրքրությունը շատ մեծ էր։ Հիմա 3-4 գրքերը նույնպես սպառվում են, նրանք նորից պետք է վերահրատարակել։ Հիմա մենք անցնում ենք 5-րդ գրքի աշխատանքներին, առաջն Աստված Աստծո ողորմությամբ, գարնանը պիտի որ պատրաստ լինի, եթե Աստված կամենա եւ ապրենք մինչ այդ օրը։ Նպատակը կար, մնում է նույնը, ցույց տալու մեր ժողովրդին, ինչպիսի պոտենցիալ մենք հազարամյակների ընթացքում թողեցինք ում ասես եւ մեզ ոչինչ չպահեցինք։ Ցույց տալուց զատ լավ ցույց տվեցինք այս ամեն ինչը, նպատակի մեջ պիտի նաեւ ենթանպատակներ լինեն, որներ իմաստը, ասենք թե ցույց տվեցինք, որ սա ունենք, թողեցինք Պարսիկին, նրան, թուրքին, վրացուն, չգիտեմ, կարևոր չի, անուններ չտանք։ Նպատակը որն է, եթե դա ցույց տանք, նպատակը ճիշտ հարցին հետ գալն էր։ Ինչու՞։ Ընդամենը մեկ հարց, ինչու՞։ Այսինքն ինչպես ստացվեց, որ այս ամեն ինչ հազարամյակների ընթացքում մնաց բոլորին եւ մեզ դրանից ոչինչ չմնաց։ Որն էր խնդիրը, որտեղ էր այսպես հայտնի դարձվածքի համաձայն, որտեղ էր թաղված շանգալուխը, ինչն էր պատճառը, որ անհիշելի ժամանակներից մեր ժողովրդի զավակները շենացրին այլոց քաղաքակրթություններ, չգիտեմ, գիտություն, չգիտեմ, այսպես մշակույթ ամենատարբեր բնագավառներում հասան մեծամեծ այսպես հաջողությունների, շենացրին տարբեր երկրներ, քաղաքակրթություններ, հիմնավոր սյուներ դարձան տեղը, այդտեղ շատերը, հա, ասենք գիտության մեջ, չգիտեմ, այստեղ, այնտեղ նույն ԱՄՆ-ում, նույն Եվրոպայում, նույնիսկ Օսմանյան կայսրությունում, նույնիսկ Պարսկաստանում, բայց Հայաստանում այդ ամենը թվում էր թե անհնար էր եւ մինչ օրս էլ այդպես են կարծում, որն էր պատճառը։ Պետք էր գալ ճիշտ հարցին, իսկ ճիշտ հարցի պատասխանը, այդ ինչուի պատասխանը հիմա եթե այսպես ընդհանուր հայտարարի գալու լինենք, ուզենք թե չուզենք, վերադառնալու ենք ձեր առաջին հարցին։ Այս ամեն ինչի պատճառը, այդ շան գլուխն, ինչպես ասացի, թաղված էր մեր դաստիարակության եւ կրթության չգիտեմ բառն ինչպես ասել, որ հանկարծ չնեղացնեմ որևէ մեկին, բայց եկեք սխալ չասեմ, ասեմ ոչ ճիշտ համակարգային դաստիարակության եւ կրթության մեջ, այսինքն ամեն ինչի սկիզբը սկսվում էր մանկապարտեզից, գնում էր դպրոց, գնում էր բուհ, գնում էր բանակ, վերադառնում էին որպես ինտելեկտուալներ եւ ծառայում էին ժողովրդին։ Հիմա ինձ անընդհատ այստեղ նորից հակասում են, պարոն Մանվելյան, այդպես չի լինի, մանկապարտեզ գնում են 3-4 տարեկանից, բան մինչև դա ընտանիք կա, մինչև դա ընտանիքում ինչ տեսել են, սովորել են, մինչև այդ ընտանիքում, այո։ Բայց ախր պարզ հաշվարկ եմ ասում ձեզ սիրելի ժողովուրդ, պարզ հաշվարկ։ Երրորդ դասարանի մաթեմատիկական, ասենք, գիտելիքներ ունենալու դեպքում, այսինքն ընդհանրապես հանուն գումարումն անելու դեպքում սա կարելի էր հասկանալ։ Այո, ընտանիքից գնան մանկապարտեզ, բայց եթե մանկապարտեզները դրվեին ճիշտ համակարգային դաստիարակության վրա, այդ 3-4 տարեկան երեխաները, երբ որ անցնեին այդ մանկապարտեզը, երբ որ անցնեին դպրոց, երբ որ անցնեին բուհը եւ արդեն ամուսնանային ընտանիք կազմեին, արդեն իրենց ընտանիքում ծնված երեխաներն արդեն դաստիարակված կգնային մանկապարտեզ եւ կանցնեին, այսինքն որպեսզի հասկանանք սկիզբը որն է, սկիզբը պետք է հասկանալ, որ ոչ որ միտեղ պետք է սկսել մանկապարտեզից, որպեսզի մանկապարտեզից անցած այդ սերունդը, երբ որ հասնի արդեն ամուսնության ընտանիք կազմելուն, արդեն ճիշտ դաստիարակությամբ սկսի երեխային առաջին 2-3 տարին կամ 4 տարին դաստիարակել, մինչեւ ուղարկել մանկապարտեզ, ինչպես անում են ճապոնացիները։ Ես սրա մասին մի անգամ եմ ասել, հիմա կասեմ նորից երկրորդ անգամ, որ աշխարհի 30 կրթական համակարգ այսպես տարբերվում է, ամեն երկրում ինչ որ հետաքրքիր մի բան կա, բայց ամենաշատ ինձ զարմացրել էր Պերուի այդ կրթական համակարգում գործող այդ ավանդույթը, ինքը ավանդույթ է, ինքը այնպես չի, որ կրթական համակարգի մի մասն է կամ մշակույթ է, սա ավանդույթ է, ինչ ավանդույթ էր Պերուի կրթական համակարգում, այդպիսի ավանդույթ կար, որ
տարին 1, 2 կամ 3 անգամ, չգիտեմ, երամսյակը 1 կարծեմ, այս դեպքում կլինի 4 անգամ, դպրոցներում ծնողական ժողովներ էին կազմակերպվում ոչ թե երեխաների ծնողների, այլ երեխաների ծնողների համար։ Պատկերացնում եք, երեխան գնում էր դպրոց, հանկարծ երամսյակը 1 ծնողական ժողով։ Ծնողական ժողովին ոչ երեխան էր ներկա, ոչ երեխայի ծնողները։ Ծնողական ժողովներին ներկա էին նրանք, ովքեր ժամանակին ծննել էին այն ծնողներին, ովքեր էլ ծննել են այս երեխային։ Խոսքը տատիկների, պապիկների մասին է։ Իհարկե, եթե ողջ են, եթե հասանելի են, այսպես հա, բայց մարդիկ մտածում են, որ ծնողից եւ երեխայից պահանջելուց առաջ պետք է հետ գնալ արմատներին եւ պահանջել են տատիկներին, պապիկներին, ասել, «Էս ինչ սերունդ եք դուք տվել, որ դրանից ինչ պիտի ծնվեր» եւ լավ եւ վատ իմաստով։ Դրա համար մինչև բու հասնելը, մինչև դպրոց հասնելը, մինչև գիտելիքը որպես կրթություն, մենք դրա մասին խոսեցինք, տալը պետք էր ճիշտ դաստիարակություն տալ երեխաներին, ճիշտ դաստիարակության հիման վրա տալ գիտելիքներ, որպեսզի երեխան ստացած գիտելիքները կարողանա ճիշտ կիրառել։ Հակառակ դեպքում, եթե դաստիարակությունը դրված է սխալ գծերի վրա, իսկ գիտելիքը շատություն է տալիս, պես շատանում է գիտելիքը, որքան գիտելիքը շատանա, այնքան սարսափելի, այնքան կործանարար պիտի լինի այն ամեն ինչը, եթե ճիշտ հիմքերի վրա դրված չէ դաստիարակությունը, որտեղ գիտելիքը կդառնա ինքնակործան զենք լավագույն դեպքում կամ կվերածվի պաթոսի եւ դրանից այն կողմ չի անցնի։ Պարոն Մանվելյան, գիտեմ, որ գրքերը մի քանի անգամ արդեն վերահրատարակվել են, հիմա դրանք վաճառքում կան եւ եթե կան, որտեղից եւ ինչպես կարելի է ձեռք բերել։ Վաճառքում որպես այդպեսին, այո, կան, բայց վաճառքը միայն պատվերով է, մենք գրախանութների հետ անձնական ոչինչ չկա, ուղղակի գրքերը սպառվել են, միշտ էլ սպառվել են, խնդիր չի եղել սպառման, մենք գրախանութներին չենք դիմել, անկեղծ ասած երբևէ առաջարկություն էլ, ես նույնիսկ չգիտեմ ինչպես է աշխատում այս ամեն ինչը, չգիտեմ, ինձ որևէ առաջարկություն չի եղել, այնպես չի որ մերժել են որևէ մեկին, բայց ինքս երբեք չեմ դիմել որևէ գրախանութի, որովհետև սպառման խնդիր չի եղել։ Այո, այս պահին կան շատ քիչ քանակության, որովհետև կրկնում եմ, մենք առաջի երկրորդ գրքերը նորից վերահրատարակեցինք, արդեն 4-րդ անգամ, բայց փաստորեն մի շաբաթ էլ հազիվ հերիքեց այս ամենը, նորից հիմա հասավ սպառման եզրին, նորից ինչ-որ հաշված օրինակներ, միայն պատվերներով գրախանութներում չկան։ Ես ուզում եմ անպայման նոր միացողներին եւ բոլոր նրանց, ովքեր անտեղյակ են, ուզում եմ անպայման հիշեցնել եւ զգուշացնել, որ բացի պատվերների հեռախոսահամարներից որևէ այլ տեղից, եթե հանկարծ գիրք ձեռք բերեք կամ չգիտեմ, գնեք, իմացեք, որ տվյալ մարդը, տվյալ անձը կամ կազմակերպությունը կոնկրետ հեղինակային իրավունքներն է խախտել, ինչը իհարկե անպատիժ չի մնա։ Այսինքն այս գրքերը որևէ տեղից ձեռք բերել անհնար է, միայն պատվերով հեռախոսահամարները մեկնաբանություններում մենք միշտ թողնում ենք, ընդհանրապես զանգում են, պատվիրում են, առաքիչները բերում են։ Պարոն Մանվելյան, շնորհակալություն ջերմ եւ անկեղծ զրույցի համար։ Ամիջիկ։